որպեսզի արյունահեղություն չլինի, այդ հիմնավորման փողոց դուրս չգա եւ չշարունակեք պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ես կյանքում չէ, ես կարա միայն իմ արունը թափեմ, իմ ժողովրդի արունը ես նորից եմ ասում, չեմ կարա։ Հիմա եթե պետք է լինի, որ իմ ժողովրդից արուն թափի, ես 100% եմ, ես թող բռնեն, ունեցվածքս վերցնեն, ինձ գնդակահարեն, հարց կա իմ համար մեծ պատիվ, միշտ սա հպարտ, հզոր, մեկ ամ բոլորն մականացվեն, որ պատմության էջում կգրվի, որ մարդը հանուն իր հայրենիքի ժողովրդի հարց չկա։ Ինչ կա իմ նպատակն է իրականացել է, միայն մնացել է Քրիստոս արձանը, այն արդեն պատրաստ է, մենակ մնում է մի տարի ժամանակ, այն էլ իմ տղերքը կդնեն տեղը, հարց չկա։ Այնպես որ ես նորից եմ ասել, ես գլուխ գովան եմ, ոչ էլ մի բան, եթե իմ ժողովրդից պետք է արուն թափի, ես չեմ անի։ Բայց փողոց կհանեք մարդկանց։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ասենք թե խարդախություն, հարամություն, անպայման ինչի մասն է խոսքը։ Բայց արուն թափելու ես ձեզ ասում եմ բացառված ես դու չեմ տա։ Կարամ իմ արունը թափեմ, դուս գամ, բայց որ իմ ժողովրդից պետք է արուն թափի, ու ասեն Ծառուկյանը իր պաշտոնը իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին անեց արնայողության, ես դեմ չեմ, 50-ը կարող անեց հասկանա 50-ը, բայց ես դա չեմ ուզում։ Պայքար դուս են գալու, եթե եղավ, ասենք թե խարդախություն եղավ, հարց չկա։ Բայց ես ասում եմ, եթե Ղարաբաղից բերել էին, Վայոց ձորից բերել էին զորքերը, ինչի համար էին բերել, որ Ծառուկյանը իր ունեցվածքը փրկելու համար, ոչ թե հեղափոխություն, այլ ունեցվածքը փրկելու համար անում։ Անցյալ որ ասել խարդախություն նկատել եք ընտրախախտումներ, Այո, իհարկե, այո։ Բայց եթե ժողովուրդը իր ձայնը տանի տա, ինչ պետք է անենք։ Այսօր ընտրությունը ժողովրդին է։ Ոնց կորոշի ժողովուրդը ինքն է ընտրում իր ապագանել, իր երեխայի ապագանել, վաղվորնել, ասեմ, իմացեք, որ բոլորից հետ շնորհակալ եմ, ձայն տանեք, շնորհակալ եմ, չտաք էլ շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ։ Էլի ես ձեզ Ծառուկյան, դուք մտածեք ձեր երեխաների, ձեր վաղվա ապագայի համար։ Դուք ասացիք, որ հետընտրական process-ների պատրաստ եք, երեք նաև Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել, որ իրենց քվեին տեր են կանգնելու, եթե իշխանությունը փորձի Բայց նույն բանը, եթե հիմա ներողություն, հասկանալ, եթե նախընտրական փուլում ընդդիմության կոնսոլիդացիա չստացվեց, հնարավոր համարում եք հետընտրական։ Ես ասում եմ, թող գա ժամանակը, երբ որ կլինի ընտրություն, ասենք թե այսօր 19 կուսակցություն մասնակցում, ամեն մեկն էլ ունի իր վստահված անձը, ճիշտ է թե ոչ, նայելու են, եթե ինչ-որ բռնի ու ժողով, ես իմ ինչեր արեցին, պարզա և ոչ ժողովուրդը կհամակերպի, ոչ մենք, բայց եթե քո ժողովուրդը գնաց ձայնը տվեց, որովհետեւ հիմք չկա, ինչ պետք է անես, ուզում եմ հարցնեմ, կախված է ժամանակից, կախված ընտրությունից, ընտրության ժամանակ պարզ կլինի, բոլորն էլ կտեսնեն, այդքան դիտորդներ կան, այդքան մենք վստահված անձիկ ունենք, հետևողներ ունենք, լրագրողներ ունենք, կնայեն, եթե նորմալ անցել է, թող իրենց հալալ լինի եթե կան, բայց այսօր ես քեզ ասում եմ, ինչքան որ շփվել եմ, ինչքան որ տեսել եմ, ինչքան որ ինքը գնում է, ոչ մի բան չի կարա լինի, չի կարա հավաքի, այսօր իր բարկությունը, այդ ամեն ինչը դրա արդյունքն է։